ես 2022 թվականին հիշում եմ քաղաքապետարանը, երբ մենք ունեինք տենց մոտավորապես ակերի վրա հատուկ բաներ, որոնցով թղթեր էին տեղափոխվում մեծ ծավալի այս շենքով, եւ հիմա օրինակ մենք ունենք մի համակարգ, որը որ մեր ավտոբուսների տեսախցիկներին է միացված եւ արհեստական բանականությամբ այն փողոցներով, որով որ այդ ավտոբուսը անցնում է, արձանագրում է փոսերի քանակը եւ չափը կոնկրետ կետային եւ արտացոլում է քարտեզի վրա։ Այսինքն ուզում եմ ասել, թվայնացման ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ունենք եւ այս առումով կարծում եմ դեռևս մյուս տարի արդեն շատ բաներ ավելի ու ավելի կհանրայնացվեն եւ մարդիկ Երևանի քաղաքապետարանի ծառայություններից օգտվելու համար նույնիսկ այսօր կարող են միայն թվային օգտվել։ Ես.Երևան.am կայքով չկա մի ծառայություն, որ Երևանի քաղաքապետարանը չի մատուցում թվային կերպով։ Մյուս տարի հուսով եմ արդեն հավելվածը կունենանք, ակտիվ քաղաքացի հարթակ ունենք եւ այդպես շարունակ։ Որոնք են եղել ավելի բարդ գնացող ծրագրերը, իհարկե Խոսեցինք Աջափնյակի կայարանից, որ ինքը իր էությամբ բարդ նախագիծ է, բայց շատ կարևոր արձանագրում ունենք, որ այսօր ունենք արդեն փաստացի փորձաքննություններ անցած նախագիծը եւ իհարկե բարդ էր նաեւ գնում Վարդաշենի մեր վթարային շենքերի բնակիչների բնակարանային լուծումների ծրագիրը, ինչպես նաև Արզումանյան 10 եւ 17 շենքերի բնակիչների ծրագիրը, համեմատությամբ օրինակ Արցախի բնակիչների, Արցախում մենք կարելի ասել տենց ամբողջ ծավալով խնդիրը լուծեցինք եւ վերջին տարիներին կրկին այնքան բնակարանի գնման վկայականներ են հանձնել, ինչքան դրան նախորդող, չգիտեմ, 10 տարիների ընթացքում չի հանձնվել եւ կարծում եմ այդտեղ ինչքան էլ որ բարդություններով, բայց այնուամենայնիվ մենք կրկին մեծ ծավալի աշխատանք արել ենք։ Շնորհակալ եմ։